Բարևներ, սիրելի հետևորդներ, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը գերազանց է, սիրելի հետևորդներ, այսօր ապրիլի 7-ն է և ուզում եմ շնորհավորել բոլոր մեր մայրիկներին, տատիկներին, աղջիկներին, բոլոր մեր հիանալի, հրաշալի, ուժեղ կանանց, ինչ ուժեղ, որովհետև կանայք միշտ էլ ուժեղ են, ինչքան էլ որ դժվարություններ լինի, ինչքան էլ որ վատ իրավիճակ լինի, մեր կանայք այդ իրավիճակի տակից դուրս են գալիս, սիրելի հետևորդներ, անգամ հիվանդ ժամանակ էլ, եթե տղամարդը հիվանդ լինի ու կինը, ապա կինը համ հիվանդ է, համ աշխատում է, համ էլ հիվանդ ամուսնուն է խնամում, այնպես որ թող մեր բոլոր վայրերին, տատիկներին կանանց ապրիլի 7-ը շնորհավոր լինի, սիրելի հետևորդներ։ Այսօր հիմնականում մայրության օրն է, ինչու, սիրելի հետևորդներ, որովհետև այսօր մեր մայրամ Աստվածածնի հղիության օրն է։ Դրա համար էլ ապրիլի 7-ը համարվել է մայրության և գեղեցկության տոն։ Շնորհավոր։ Այսօր ինչ եմ ստացել նվեր, մի քանի տեսակի նվերներ եմ ստացել, առաջին նվերս ստացել եմ զինվոր տղայիցս, սիրելի հետևորդներ, աշխատավայրում էի, մեկ է վարորդը զանգահարեց, թե դուրս կգաք, դուրս եմ եկել ու տենում եմ ծաղկե բուկետ, մոտենամ, մեկ էլ ասես ձեր զինվոր տղան, ձեր շնորհավորում է, պատկերացրեք, այնքան սիրտս լցվել էր, հուզվում էի, երկտողը չեմ կարողացել կարդալ, մեկ է մի քիչ հետո ասացի, վայ, երկտող կա, ու մոտեցա, խնդրում եմ տեսեք, սիրելի հետևորդներ, մամ ջան, թեև հեռու եմ, բայց սրտով միշտ քեզ հետ եմ, շնորհավոր ապրիլի 7, քո զինվոր Կարեն, ու դա իմ ամենալավ, ամենաուրախ նվերն էր, հետո զանգահարեցի տուն ու իմացա, որ տղաս ջոկողություն չի արել և իր տատիկին էլ է ծաղիկ ուղարկել, սիրելի հետևորդներ, նույն բացիկով։ Թող այս ծաղիկները ձեզ ժպիտ բերեն, տատ ջան, քո Կարեն։ Էդ էլ տատիի ծաղկե բուկետը, իսկ երրորդ նվերը, իմ հրաշտորնիկը եկել է տատիկի ապրիլի 7-ը, մի հատ սիրելի հետևորդներին բարևի, սր, այսա, բարև սիրելի հետևորդներ, մի հատ բարևի, եկել է տատիկի ապրիլի 7-ը շնորհավոր, ասում տատի ինձ նստացրու ավտոն, բայց ավտոն զայնատկա չունի, բայց տատիկի ավտոն կնստի, ապա, տատիկի ավտոն, տեսեք մեծացել է իմ աղջիկը, ամեն ինչ անում է, հիմա նայ, ասեմ, լեզուն էլ հանի թող տենա, շև, լեզուն, ուր է լեզուն, շոյն տենակ, ուր է պիսոն իմ աղջիկը, շև, էլ մի հատ լեզու հանի թող տենա, լեզուն, ուր է լեզուն շվի, մի այ զանգի պապային, մի այ զանգի պապային, ասա պապա հարի, դե զանգի, Դե զանգի պապային իմ աղջիկը աշկեր է մնում, հա, Զանգի էսա պիտի գահի ուր մեզ, հա, Չես զանգում պապային դե զանգի, ես զանգեմ, ալո, պապա, արի, դե դու էլ ասես, ալո, ինչ է իրա մայրիկն է մեզ նկարում, իրան կտրտում է, որ գնա մայրիկի մոտ, հլնդե, աղջի, թո մեզ նկարի, արի գնանք պիսոյին տենանք, Լույսը, հաֆանուրա, ինչ հաֆոնը, հլը կանչի, հաֆոյին կանչի, թաթայով սենց հարաթող գա հաֆոն, կանչի դե, ճուտոները գնացել են ձուձուած են, որ շվուկը ուտի, հա, շվու ուտի ճուջուն, դուրսը տեսնում եք սիրելի հետևորդներ, անձրև է գալիս, անպամած է, բայց առավոտյան այդպես չէ, լավ եղանակ էր, հիմա էլ այսպես անձրև է գալիս, ոնց որ հեչ ապրիլի 7 չլինի, իմ բարձր տրամադրությունը, եղանակի մռտնած վիճակը, բայց դե դա ինչ չի խանգարում, հելի տատանայի,
Նայեք, սիրելի հետևորդներ, ինչ ուզում եք արեք, ձեռ չի տալ, զզում ասենց բաներից էլ, նայ։ Հենց տամ է մոտիկս էլ, մի այդ բրնի, չորենը բրնի։ Չորենը բրնի։ Խի մի հատ բրնի սիրի, վույ, նայ, վույ, դե դու էլ արա։ Վայ, կոկեցան։ Օրորի։ Մաման քեզ տենց, հա քնացնում։ Հիմա հելա քնից, արի կաթիկը տանք, հելելա քնից։ Դե դու թողի, դու պուպուին դու, հա այդ է, արա թողի, այդ է, իսենց, դե բնի թողի։ Իրան տուր քեզ չէ։ Դե օրորի թոքնի, հելը լացում, օրորի։ Նայեք սիրելի հետևորդներ, ամուսինս ինչ գնումներ ա կատարել ապրիլի 7-ի հետ կապված, լեսա գնալու ենք խոհանոց և պատրաստվենք ապրիլի 7-ին թորնիկի համար մի ցելոֆան ուտելիք առեմ։ Եկել ասում է, Սվուկ ջան, ասա տենամ ինչ ես ուզում, որ բան անեմ, ասեմ երեխան լեզու չունի, բեր մենք ասենք բեր, լավ էլ բաներ ենք ուզում, նա բերելա, հեսա Կարաջան գնանք լսում կենք հանդենք տենանք ինչեր ա բերը գնացինք։ Ահա, եկանք գնումները տենանք ինչ է առել ամուսնյակը։ Թարխում, սիրելի հետևորդներ, տեսեք, ես թարխում։ Կծուծիծակ, վարունգ, լոլիկ, այս սիրում եմ այս լոլիկները, որ սենց սիրում կպած, ինչ լավն է, սենց ճուղով, շատ լավ է, Սևուկին էլ է նայում, Սևուկի համար ինչ ա բերի, բանա, Սևուկինին, ան, բանա, ան, դեկեր, օմոն, էտ է, տենանք էլ ինչ ա բերի Սևուկին, Mandarina beri, kiwi, իմողցկան, հետո լետենանք խնձոր, սիրելի հետևորդներ, իմ ամուսինը սիրում է առնել ամենամեծը, ամենահամովը, ամենաընտիրը, կապչունի գինը, դուրն եկավ, էտա, վսյո, մոտեցանք ձկանը, նայեք հլը իշքաններ զուկա բեր է սիրելի հետևորդներ, մի հատ խնդրում եմ նայեք, բայց պիտի բռնեմ ձեռքով հանեմ, մի հատ տեսեք չափը էլի, ու դա հեսա պետք է պատրաստենք, մի հատ նայեք, օմար, երկու հատ այ այս տեսակի մեզ զուկա բերել, հեսա մաքրելու ենք, սիրուն սարքենք, աղջիկս ասում մամա այս անգամ բեր դնենք արյո գրիլը, մի հատը կդնենք արյո գրիլը, մի հատը նենց կեփենք, թող երկու տեսակ լինի, հետար, սյո, տենց կանենք, հեսա հավատվենք ու կմիանանք պատրաստմանը։ Տեսեք սիրելի հետևորդներ, աղջիկս ա մաքրում ձուկը, ասում ա մամա ջան, տուր ես մաքրեմ, ասի մեծ սիրով Կարուշ ջան, մեծ սիրով, որովհետև չեմ սիրում ձուկ մաքրելը, այնպես որ տվել եմ աղջիկաս, տեսեք ինչ վարպետորեն արագ-արագ անում է, իմ աղջիկը պարապածա, ապրի իմ աղջիկը, ընտիրա, այդպես մաքրենք, փորը բացենք ու տեսնենք ոնց ենք պատրաստելու մեր ձուկիկին։ Ես կանեմ։ Իմ աղջիկն է սաղանելու, այսօր փոխվելու է տեղերը, սիրելի հետևորդներ, ես նկարելու եմ աղջիկս պատրաստի։ Շատ լավ է, արտակարգ։ Կարուշ, դժվար է։
Ահա, կանեղացնիչ, այո, ոչ մի աշխատանքից այսօր չպիտի վախենաս, այսօր պիտի ինչ լինի, ասես ինչա, որ անես ու անցնես առաջ, ես իմ երկու երեխաներին էլ այդպես եմ դաստիարակում, սիրելի հետևորդներ, որ խոսքը բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսը։ Այո, այո, Կարաջան, գիտես ինչու եմ ասում, երեք իմ աշխատավայրում Էլմիրանից բրիլոկա նվիրել աստվածաշնչյան խոսքերով, կարդացի և հուզվա, հեսա բերեմ ցույց տամ։ Ահա, սիրելի հետևորդներ, աղջիկս իշխան այսպես կտրատել սիրուն շարելը ամանի մեջ, այս կարմիր գույնի իշխանը շատ համով է լինում։ Երկու տեսակի իշխաններն էլ լավն են, բայց դե կարմիրը յուրահատուկ համ է ունենում, յուղայնությունն ավելի շատ է լինում։ Այսպես խարխունն էլ այսպես կտրատե դրել է, լոլիկը, լիմոնը, համեմունքները, սպասում ենք ամուսինս կալկա մեկ էլ ֆոլգա բերի, թողել եմ աշխատավայրում տանը չկար նայեցի, որպեսզի փաթաթենք և դնենք արիոգրիլը և պատրաստենք։ Երկու հատ ենք արել, մեկ արդեն իսկ գազի վրա եփվում է, արդեն լավ։ Ահա սիրելի հետևորդներ, աղջիկս արդեն արիոգրիլի տամանը հանել է, ձուկը շարել է մեջը և կարագ է դնում, նայեք տեսեք ինչ առատորեն կարագը սիրուն շարում է, թե տակն է դրել և թե ձկան արանքներն է դնում կարագը, որովհետև իշխան ձուկը մնամանավան ձուկ առհասարակ շատ է սիրում կարագ, որպեսզի սոճնի էլ լինի, տեսեք արիոգրիլի մեջ ինքը եփվելու է բղով, ջերմաստիճան դրա ջուր չենք ավելացնելու, դրա համար է կարագը պետք է շատ լինի, որպեսզի յուղայնությունը, սոճնիությունը լավ լինի, այսպես շարում է, հեսա արդեն սկսի շարել մնացած մյուս բաները, թարխուն է ավելացնում, սիրուն, լոլիկ և լիմոն, հեսա երթով աստիճանաբար սիրուն կդնի, լիմոնը շարեց, թարխունը շարեց, հեսա համեմի էլ աղ արեց, ինչքան էլ որ ձուկ աղ էինք արել, բայց դե վերջում էլի աղ ենք ավելացնում, որովհետև ձուկը աղ շատ է սիրում և դնելու ենք արդեն իսկ պատրաստ։ Աղջիկս այսպես դրել է սիրուն սեղանը, պատրաստել է, ձուկը դրել է մեկը արիոգրիլը, մեկը դրել է գազօջախին եփվելու, հեսա երկուսն է կբերի, կհամտեսենք ու կտենանք, որ մեկն է հաջող ստացվել։ Աղջիկս կողմնակից է արիոգրիլինը, տեսնենք, ոնց կլինի։ Ապա մի հատ նայեք այս գեղեցկությանը, սիրելի հետևորդներ, սա արիոգրիլի մեջ պատրաստված իշխան ձուկն է, տեսեք ինչ հետաքրքիր, շատ ախորժալի տեսք ունի, աղջկաս ասել եմ, ես միանշանակ ես ձկից եմ ուտելու, հիմա ցույց եմ տալիս սովորական եփված իշխան ձուկը, տեսքից էլ տարբերվում է, հաստատ որ տեսնեք կտենաք, որ տեսքից էլ է տարբերվում, ես միանշանակ այս ձուկն եմ փորձելու, տեսնեմ համը ինձ ձևի է, կարագն է աղջիկս այնքան առատորեն է լցրել, մի հատ նայեք կարագը ճպճպում է մեջը, այդպես պետք է լինի իրականում ձուկը։ Հիմա սկսել եմ ուտելը, շատ համով է, շատ համով, խորհուրդ կտամ, որ դուք եք պատրաստեք արիոգրիլում, շատ հաստատ մեծ տարբերություն է լինում, արտակարգ համով է, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի գիշեր։